Ներքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն այս պահին Հայաստանի Հանրապետությունում Telegram ալիքներում գործունեություն է իրականացնում շուրջ 300 խանութ, շոփ, որոնք իրականացնում են թմրամիջոցների առք ու վաճառք։ Ընդ որում, արդեն ոչ պաշտոնական տվյալների համաձայն, օրական նրանցից յուրաքանչյուրը իրականացնում է 6-ից 7 գործողություն, գործունեություն կամ գործարք, եւ այդ գործարքներից յուրաքանչյուրի գինը տատանվում է $20-ից նվազագույնը մինչև բազմաթիվ այլ թվեր, հա, $300, $500 եւ այլն։ Նվազագույն հաշվարկներով խոսքը վերաբերում է տարեկան 13-ից 14 միլիոն դոլարին։ Այս ամբողջը կատարվում է կանխիկ կրիպտոյի միջոցով, ըստ էության Dash կրիպտոյի միջոցով, որի հետագծելիությունը բավականին բարդ է։ Ինչու եմ այս ամենը պատմում ձեզ, որովհետև տևական շրջան է Հայաստանի կառավարությունը իրականացնում է կանխիկի սահմանափակման գործունեություն, ամբողջ օրենսդրական փաթեթները ուղղված են դրան։ Ներքին գործերի նախարարությունը որպես առաջամարտիկ անընդհատ մղում է այս գաղափարախոսությունը, ընդ որում դա ճիշտ է թե ոչ, սա բոլորովին քննարկման այլ թեմա է։ Արժեր դա անել թե ոչ, կրկին բոլորովին այլ քննարկման թեմա է։ Բայց այդուհանդերձ որդեգրված է քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը իրականացվում էր։ Քաղաքականությունը տեսանելի էր եւ իրականացվում էր նաեւ կրիպտոակտիվների մասով, երբ որ կենտրոնական բանկը ասում էր, որ կրիպտոակտիվներով գործունեությունը A պետք է լիցենզավորվի եւ B պետք է իրականացվի ամբողջությամբ կանխիկ։ Սա ներքին գործերի նախարարությունը որպես նախագիծ արդեն 2026 թվականի հունվարից պետք է ուժի մեջ մտներ։ Հիմա, եթե թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, տրաֆիկինգը եւ մնացած հանցավորության դեմ արդյունավետ պայքարը հիմնական նպատակադրումներից էին, կոռուպցիայի դեմ պայքարը կանխիկի շրջանառության, հա, սահմանափակման մասով, ապա թվում է, որ պետք է օր առաջ հնարավոր քայլերը կատարվեին, որպեսզի սահմանափակում լիներ, հա, այս ամենի մեջ։ Բայց ինչ է տեղի ունենում։ Իրականում 2026-ի հունվարի 1-ից պետք է կենտրոնական բանկը սկսի լիցենզավորումը եւ բանկերը այլևս անկախիկ պետք է կրիպտոյով գործողություններ իրականացնեին։ Հիմա ընդհանրապես 2 շաբաթ առաջ ներքին գործերի նախարարությունն էլ կենտրոնական բանկն են ինձ ասում են մենք հաստատակամ ենք չենք փոխելու կամ մեր իրավասությունը չի ասում է կենտրոնական բանկը եւ կանխիկի շրջանառությունը չենք թողելու էլի շարունակվի այս ժամկետում, հա, պետք է անկախիկ լինի։ Կրիպտո համայնքը միանգամայն լեգիտիմ փաստարկներ է ներկայացնում, ասում են դե գիտեք ինչ կա, սանկցիոն փողեր կա, տնտեսական ակտիվությունը մի քիչ ավելացնենք եւ այլն եւ այդ մարդիկ ասում են մի քիչ է թողեք աշխատենք։ Հիմա փաստարկը կարող է լեգիտիմ է։ Ես այդ մարդկանց փաստարկների մասով չեմ ուզում դիրքորոշում արտահայտեմ, բայց խնդիրը նրանում է, որ պետական մարմինների տեսանկյունից նվազագույնը անտրամաբանական է եւ անհասկանալի, թե ինչու են 2 շաբաթվա կտրվածքով ասում մի բան, ընդ որում ներքին գործերի նախարարությունը պնդում է իր դիրքորոշումը, իսկ կենտրոնական բանկը ներկայացնում է նախագիծ, որտեղ թույլ են տալիս մինչեւ 300,000 մի տարի էլ կանխիկով աշխատել։ Ուղիղ կորելացիա իհարկե չեմ պնդում թմրամիջոցների շրջանառության եւ կանխիկի սահմանափակման այս հատվածի մեջ թույլատրելիության մեջ, բայց ակնհայտ է, որ անտրամաբանական է դառնում, թե ինչի համար են թույլատրել մինչեւ 300,000 դրամը մի տարի էլ որ աշխատեն։ Սանկցիոն փողերը այդ թվաբանության մեջ չեն, նախ հեշտ շրջանցվող է, երկրորդ եթե բանկերը պատրաստ չեն մինչեւ 300,000-ին, 300,000-ից վերևին էլ պատրաստ չեն, ընդհանուր ժամկետները քաղաքական տեսանկյունից պետք է ըստ էության երկարաձգել։ Սա է ուզում ասել ձեզ եւ սա նվազագույնը հարցեր է առաջացնում։ Ովքեր են արել լոբինգը այս նախագծի քննարկման, շրջանառության եւ ընդունման համար։ Ովքեր են շահագրգիռները։